Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես օրերս Ադրբեջանից վերադարձավ հայ պատվիրակությունը, որը բաղկացած էր քաղ հասարակության ներկայացուցիչներից։ Նախ սկսենք դրանից, թե ովքեր են այդ քաղ հասարակության ներկայացուցիչները ու առհասարակ հանրության որ շերտերին են նրանք ներկայացնում, ում են ներկայացնում, ինչ են ներկայացնում։ Որպես կանոն այդ քաղ հասարակությունը ընդամենը հասարակական կազմակերպություններ են բաղկացած 1, 2, 3 հոգուց, որոնց հիմնական զբաղմունքը գրանտ ստանալն է եւ այդ գրանտների շնորհիվ ինչ որ մի ծրագրեր իրականացնելը, որի մեծ մասն էլ բնականաբար կարծում եմ կազմում է իրենց եկամուտը։ Իհարկե խոսքը չի վերաբերում այն հասարակական կազմակերպություններին, ովքեր ներկայացնում են շատ կոնկրետ խմբեր հասարակության, օրինակ հաշմանդամների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունը, որը ունի շատ հստակ թիրախային խումբ։ Իսկ մեծամասամբ ելի եմ շեշտում այդ քաղ հասարակություն կոչեցյալը ընդամենը հասարակական կազմակերպություններ են, որոնք բացի նրանից, որ օգտվում են տարբեր գրանտային ծրագրերից, այսինքն բացի նրանից, որ հետապնդում են հստակ եկամուտ, նաև իրենք իրենց կոչել են ներկայացնել հայ հասարակությանը տարբեր պետություններում, տարբեր քննարկություններում, այդ թվում ինչպես եւ տեսանք Ադրբեջանում։ Այս քաղաքացիական հասարակության կոչեցյալ 5 հոգանոց պատվիրակությունը մեկնեց Բաքու եւ իբր ներկայացրեց հայ հասարակության մեջ տիրող մթնոլորտը, մոտեցումները, թե խաղաղության այս տխրահռչակ պայմանագրի, թե առհասարակ ադրբեջանցիների նկատմամբ։ Սակայն հարգելի հետևորդներ, իրականում այդ քաղ հասարակություն կոչեցյալ այդ պատվիրակությունը ներկայացնում էր հենց Նիկոլ Փաշինյանին եւ ամբողջովին գեներացնում էր թե Նիկոլ Փաշինյանի, թե Ալիևի մտքերը։ Բաքվից վերադառնալուց հետո նրանք հանդես եկան մամուլի ասուլիսով ու տպավորություն ստեղծվեց, որ Բաքու մեկնեցին հայեր, սակայն այնտեղից վերադարձան ադրբեջանցիներ։ Մի քանի շեշտադրում իհարկե կարելի է անել նրանց այդ ասուլիսից, որոնք ամբողջովին տեղավորվում են Փաշինյանը-Ալիևական քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Նախ նրանցից մեկը հայտարարեց, որ պետք չէ այդքան սուր ընդունել, այդքան կարևորություն տալ, այդքան լուրջ ընդունել Ադրբեջանից հնչող հայտարարություններին, մասնավորապես անդրադարձավ արևմտյան Ադրբեջան այդ կոչեցյալին։ Հիշում եք, ժամանակին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ նախ նա համեմատության եզրեր անցկացրեց արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան Հայաստանի միջև, այդպիսով լեգիտիմացնելով արևմտյան Ադրբեջան գաղափարախոսության կյանքի կոչվելու իրավունքը, այնուհետև դրանում մեղադրեց հայերին, որ մեզանում արկա տրամադրությունները ծնում են Ադրբեջանում նման հայտարարություններ եւ նման գաղափարախոսություններ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շրջանցեց այն փաստը, որ արևմտյան Ադրբեջան այդ իհարկե ճակերտավոր արևմտյան Ադրբեջան այդ գաղափարախոսությունը ամենևին էլ պարզապես արձագանք չէ Հայաստանում տիրող տրամադրություններին, այլ շատ հստակ վարվող քաղաքականություն։ Ընդ որում այդ քաղաքականությունը վարվում է ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում։ Ամեն ինչ անում է թուրք-ադրբեջանական իշխանությունը, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչվի, եւ այդ ծրագիրը, այդ գաղափարախոսությունը նաեւ նրանց կողմից հրամցվում է միջազգային ատյաններին։ Սակայն անդրադառնանք Բաքվից վերադարձած սույն պատվիրակությանը։ Այդ պատվիրակության անդամներից մեկը նաեւ հավելեց, որ ավելի շուտ ուղիղ հավասարության նշան դրեց արևմտյան Ադրբեջան գաղափարախոսության եւ արցախցիների վերադարձի իրավունքի միջև, հայտարարելով, որ մենք մեզ մոտ արծարծում ենք արցախցիների վերադարձի իրավունքը, ինչը հայելային արտացոլումն է Ադրբեջանում գտնում արևմտյան Ադրբեջան
տեսքով։ Այսինքն պատկերացնում եք, զավեշտը հասել է նրան, որ արցախցիների իրավունքը, վերադարձի իրավունքը ուղիղ համեմատության մեջ է դրվում արևմտյան Ադրբեջան օկուպացիոն գաղափարախոսության հետ։ Արևմտյան Ադրբեջանը փաստացիորեն ժխտում է ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գոյությունն ու լեգիտիմությունը։ Ըստ Ալիևի Արևմտյան Ադրբեջանը ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն է, եւ նա բաց տեքստով հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք եւ հայտարարում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր, գրեթե բոլոր բնակավայրերը ունեն ադրբեջանական անվանումներ, ունեն ադրբեջանական ծագում։ Եվ դա իրականում ոչ մի աղերս չունի արցախցիների վերադարձի իրավունքի հետ, որովհետև նախ արցախցիները լքել են հազարամյակներով իրենց հայրեն ապրող, իրենց հայրենի հողերը, իրենց պապական ու հայրական տները, այսինքն Արցախը հազարամյակներով բնակեցված է եղել հայերով, եւ այս պայդրությամբ արցախցիների վերադարձի իրավունքը միջազգայինորեն լեգիտիմ իրավունք է, որին մենք պետք է հետամուտ լինենք։ Սակայն ահա տեսնում եք, որ հայ հանրության մեջ ավելի շուտ ներողություն, ոչ թե հայ հանրության մեջ, այլ իշխանությունները այդ քաղաքասարակության կոչեցյալի տեսքով փորձում են ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանում սկիզբ է առել այդ արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը, այսինքն եթե մենք արցախցիների վերադարձի իրավունք չհետապնդենք ու առհասարակ հրաժարվենք մեր հայրենի հողերից, մեր լեգիտիմ իրավունքներից, բնականաբար Ադրբեջանն էլ չի հետապնդի ողջ Հայաստանի Հանրապետությունը օկուպացնելու քաղաքականություն։ Իրականում սա դավաճանություն է արցախցիների հանդեպ։ Իրականում սա այս համեմատության եզրերը դավաճանություն է հայ ժողովրդի հանդեպ առհասարակ։ Այդ պատվիրակության կողմից հաջորդ միտքը, որը նրանք փոխանցեցին մամուլի տեսքով հայ հանրությանը, ուղղակիորեն արդարացնում էր Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-ական տարբեր պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները տարբեր մակարդակի հանդիպումներում հետապնդում են գերիների վերադարձի հարցը։ Սակայն շեշտենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը ընդհուպ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ գերի բառը չեն օգտագործում։ Նրանք պարզապես ասում են Բաքվում պահվող անձինք։ Ինչ է նշանակում Բաքվում պահվող անձինք։ Այդ հասկացության տակ կարելի է ներառել բոլորին։ Սկսած ներողություն ջեպկիրից, վերջացրած բռնաբարողով ու մարդասպանով։ Իսկ գերին դա հստակ գնահատական է, միջազգայինորեն հստակ ճանաչված եզրույթ, որոնց իրավունքները պաշտպանվում են միջազգային կոնվենցիաներով։ Երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են ընդամենը Բաքվում պահվող անձինք, դրանով նրանք կարծես փորձում են այդ մարդկանց վրա չտարածել միջազգային կոնվենցիաները։ Եվ ահա մեր այս տխրահռչակ պատվիրակության անդամները հանկարծ սկսել են հավատ ընծայել ադրբեջանցիների խոսքին, Հաջիևի խոսքին եւ ոգևորված հայտարարում են, որ Հաջիևը նույնպես նրանց հավաստիացրել է, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ գերիների վերադարձի հարցը գտնվում է օրակարգում, գտնվում է բանակցային սեղանում։ Դա սուտ է, հարգելի հետևորդներ, երիցս սուտ, որովհետև Ադրբեջանում արդեն դատավարությունը մոտենում է ավարտին եւ դատախազը Բաքվի բանտերում պահվող մեր բոլոր հայրենակիցների համար, գրեթե բոլորի համար պահանջում է ցմահ ազատազրկում։ Գիտեք ինչ, մեծ չէ տարբերությունը մարդը Բաքվի բանտում կդատապարտվի ցմահ ազատազրկման, թե դիցուք 15-16 տարի ազատազրկման։ Երկու դեպքում էլ այն հավասարազոր է ցմահ ազատազրկման։ Եվ հանկարծ հայ պատվիրակները ոգևորված հղումներ են անում Հաջիևի խոսքին
ու փորձում մեզ համոզել, որ Հաջիևը նույնպես մտահոգ է այդ հարցով, Հաջիևը նույնպես զբաղվում է գերիների հարցով եւ առհասարակ Ադրբեջանը նույնպես զբաղվում է գերիների վերադարձի հարցով։ Նման բան գոյություն չունի, հարգելի հետևորդներ։ Այդ թեզը, որը նրանք շրջանառում են, դա ուղիղ պաշտպանություն է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն եւս մեկ ապացույց, որ այդ տվյալ նկատի ունեմ քաղ հասարակություն կոչեցյալը իրականում ոչ թե ներկայացնում է քաղաքացիական հասարակությունը, այլ ուղիղ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի շահերը Ադրբեջանում եւ հակառակը Ալիևի շահերը Հայաստանի Հանրապետությունում։ Հաջորդ, այսպես ասած, ցնցող երևույթը այդ ասուլիսում այն էր, որ պատվիրակության անդամներից ոմանք հիացած են վերադարձել Ադրբեջանից, հիացած են վերադարձել Բաքվից եւ արդյունքում հավասարության ուղիղ նշան են դնում հայ ժողովրդի եւ ադրբեջանցիների միջև։ Ըստ նրանց հայերն ու ադրբեջանցիները այն աստիճան են նման, որ ես չգիտեմ, եթե մինչև քեզ չմորթեն, հավանաբար չիմանաս, որ նա ադրբեջանցի է։ Եվ որպես օրինակ են բերում, որ փողոցում քայլում են եւ սրա նրա խոսքս ադրբեջանցիների մասին է, սրա նրա հեռախոսը զանգում էր եւ վերցնում էին, ասում էին՝ հա բրատ։ Սա պատվիրակության անդամներից մեկի արտահայտությունն է։ Եվ այդ հա բրատ արտահայտությունը հիմք է տվել սույն երիտասարդին գալ այն եզրահանգման, որ հայերն ու ադրբեջանցիները խիստ նման են իրար։ Նախ ես չգիտեմ ճիշտ ասած ադրբեջաներեն հա բառը ոնց է։ Ինչ վերաբերում է բրատին, ապա հետ խորհրդային գրեթե բոլոր երկրներում այդ բրատը մտել է գործածության մեջ, առօրյայում, կենցաղում եւ բոլորը բոլորին դիմում են բրատով։ Ըստ այդմ մենք կարող ենք եզրակացնել, որ իրար նման են ոչ միայն հայերն ու ադրբեջանցիները, այլ հայերն ու ռուսները, հայերն ու ղազախները, հայերն ու թաթարները, ուզբեկները, չգիտեմ, ղրղզները եւ այլն, տաջիկները եւ այլն եւ այլն։ Սակայն հանգիստ թողնենք մյուս ազգություններին, անդրադառնանք հայերի եւ ադրբեջանցիների այդ չակերտավոր նմանությանը։ Իրականում սա նույնպես պատահական ասված չէ։ Որքան էլ սույն երիտասարդը հիացած լինի ու ցնցող նորություններ բացահայտած լինի հայերի եւ ադրբեջանցիների նմանության համատեքստում, այնուամենայնիվ այն պատահական չէ։ Դա նույնպես ամբողջովին տեղավորվում է արևմտյան Ադրբեջան գաղափարախոսության եւ ամբողջությամբ տեղավորվում է Ալիևի այն հայտարարությունների մեջ, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք։ Հիշում եք, օրեր առաջ Ալիևը իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ այո, ադրբեջանցիները պետք է վերադառնան արևմտյան Ադրբեջան, պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք եւ շարունակեց, սակայն դա չպետք է անհանգստացնի Հայաստանի Հանրապետությանը եւ չպետք է անհանգստացնի հայ ժողովրդին։ Հետևաբար ինչու հանկարծ այդ հայտարարությունից հետո Ալիևի մեր այս հայ պատվիրակները գնացին Բաքու եւ այս աստիճան նմանություն տեսան հայերի եւ ադրբեջանցիների միջև։ Մեկ բարձ պատճառով, որպեսզի նրանք վերադառնալով Երևան մամուլի ասուլիսի միջոցով մեզ բոլորիս ավետեն, որ մենք գրեթե նույն ազգն ենք, որ ադրբեջանցիներից վախենալ պետք չէ, ադրբեջանցիներից անհանգստանալ պետք չէ, նրանց վերադարձից անհանգստանալ պետք չէ, որովհետև եթե նրանք վերադառնան Հայաստան, միևնույն է Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ մենք ապրում ենք գրեթե նույն ավանդույթներով, նույն կենցաղով, նույն վարք ու բարքով, նույն մտածելակերպով, այսինքն մենք մի ժողովուրդ ենք։ Ինչ տարբերություն ադրբեջանցիները կապրեն Հայաստանում, թե Ադրբեջանում։ Ահա այս էր այս նմանության բացահայտման գլխավոր ուղերձը։ Այսինքն այս պատվիրակությունը գնաց Ադրբեջան, փորձեց իմիտացիա ստեղծել, որ իբր սկսվում են շփումներ հայերի եւ ադրբեջանցիների ավելի շուտ Հայաստանի քաղաքասարակության եւ ադրբեջանական քաղաքասարակության միջև, սակայն իրականում նրանք ամբողջովին գեներացնում են Փաշինյանի եւ Ալիևի մտքերը եւ հայ հանրությանը փորձում են բերել այնպիսի վիճակի, որպեսզի մենք նորմալ ընդունենք վաղը հնարավոր ադրբեջանցիների
բնակեցումը Հայաստանում։ Եվ իհարկե, որպեսզի իրենց խոսքը պատկերավոր դարձնեն, պատվիրակության բոլոր անդամները, գրեթե բոլոր անդամները, լավ այսպես ասած, երջանիկ ժպիտով նկարվեցին Հաջիևի հետ, որպեսզի մենք տեսնենք այդ նկարը եւ այդ նկարով նույնպես հերթական անգամ համոզվենք, որ գրեթե տարբերություն չկա դիցուք Հաջիևի եւ հայ պատվիրակության անդամներից որևէ մեկի միջև։ Այո, արտակնապես որևէ տարբերություն չկա։ Հաջիևն էլ ունի երկու աչք, նրանք էլ ունեին, Հաջիևն էլ ունի քիթ, բերան, չգիտեմ, ականջներ, մազեր, ձեռքեր, ոտքեր, նրանք էլ նույն մարմնամասերն ունեն։ Սակայն նմանությունը կամ տարբերությունը միայն արտակնապես չէ, արտակնապես երկրագնդի բոլոր մարդիկ նույնն են։ Տարբերությունը մտածելակերպն է։ Ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը երբեք քնած ժամանակ մարդուն չեն կացնահարում։ Դրանից հետո կացնահարողին չեն հռչակում ազգային հերոս։ Ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը մարդ չեն մորթում։ Հայերը ուրիշի հողերի վրա աչք չեն դնում։ Հայերը չեն ցանկանում օկուպացնել ամբողջ Ադրբեջանը։ Հայերը ընդամենը ցանկանում են վերականգնել իրենց իրավունքները։ Հայերը ընդամենը ցանկանում են, որպեսզի արցախցիները վերադառնան իրենց հայրենի տներ ու շենացնեն իրենց հայրենի հողերը։ Հայերը երբևէ ուրիշի ունեցվածքը չեն խլում։ Գուցե սխալ ենք։ Գուցե եթե մենք նույնպես նման վայրենավարի կերպով մոտենայինք, ինչպես ադրբեջանցիները, այսօր գուցե շատ ավելի շահեկան դրության մեջ լինեինք։ Սակայն ունենք այն, ինչ ունենք։ Եվ նման պարագայում, նման պայմաններում հավասարության նշան դնելը հայերի ու ադրբեջանցիների միջև նույնն է, որպեսզի պետականորեն փորձես ողջ Հայաստանը ադրբեջանականացնել, այսինքն բոլոր հայերին դարձնես ադրբեջանցիներ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։